Այս տարվա գարնանը Պաշտպանության նախարարը Լոռու մարզի զինվորական կոմիսար է նշանակել Սարգիս Վահրադյանին, թեև նա այդ ժամանակ անցնում էր քաղաքացուն բռնության ենթարկելու գործով։ 4 տարի առաջ Ստեփանավանի ոստիկանապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելիս Վահրադյանը ոստիկանապետի մյուս տեղակալ Վահրամ Խաչատրյանի հետ գիշերով կանգնեցրել է օդանավակայանից վերադարձող մեքենան, վարորդին ու ուղևորներին իջեցրել մեքենայից, բռունցքներով հարվածել նրանցից մեկին, գյուլաքարակցի Վրեժ Մկրտումյանին անգամ զենք պահել վրան։ Բռնություններն արձանագրել է մեքենայում տեղադրված տեսախցիկը։ Ուրեմն հարցին հարցով չպատասխանես այդտեղա։ Որ հարցը տալու ուրեմն ասա ինչա կոնկրետ, ինչա։ Լսել ալա։ Նախ բարև։ Որ դու ես։ Ասե։ Կանի ուզի։ Դա դոկումենտները։ Դրանն է։ Թեև փողոստիկանապետին մեղադրանք էր առաջադրվել, գործն էլ մտել էր դատարան, բայց դա չի խանգարել, որ նա պաշտոնի բարձրացում ստանա, դառնալով մարզի զինկոմ։ Պաշտպանության նախարարի այս որոշումից կարճ ժամանակ անց այս տարվա հունիսի 17-ին դատարանը հաստատել է նրան առաջադրված մեղադրանքն ու Վահրադյանին դատապարտել 3 տարվա պայմանական ազատազրկման ու եւս 1 տարով զրկել պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Դատարանում մի քանի անգամ էին դիտել այս տեսանյութը, որ տարածվել էր համացանցում։ Հա՞, ո՞նց ես խոսում այդ խոսքը։ Ո՞նց ես խոսում, արա։ Հերակեմ բոդիցը տա։ Հա՞։ Չէ, մի խոսոն այս կանգի։ Դրան բանկուտորական խոսալը գիտես այդ խո։ Վկարանը ոստիկանություն ինչա գլուխդ կզղկեմ այդ խո։ Վրեժ Մկրտումյանն այսօր հրաժարվեց հարցազրույցից, ասաց այլևս չի ուզում խոսել այս թեմայով։ Ավելի վաղ նա մեդիա կենտրոնում պատմել էր, թե այդ օրը որքան ագրեսիվ ու կոպիտ են վարվել ոստիկաններն իր հետ։ Առանց ոչ մի ներկայանալու ուղղակի ասելով, որ ոստիկանությունից իջեք մեքենայից զենքը պահելով մեր վրա, իջացրել են, վատ ձևի խոսացել են մեր հետ, քաշ քշել են, խփել են, զենքը պահել են մեր վրա։ Ըստ ո՞րն է եղել պատճառը։ Պատճառ չի եղել, մինչև այսօր մենք չգիտենք պատճառի մասին։ Ոստիկանների արդարացումն ըստ դատական տեղեկատվական համակարգում հրապարակված գործի այն է, որ նույն գիշերը Տաշիրում ավազակային հանցագործություն էր կատարվել, իրենք ուժեղացված հսկողություն էին իրականացնում, բայց դատարանը նշել է, որ օրենքը թույլ է տալիս ֆիզիկական ուժ կիրառել միայն բացառիկ դեպքերում, իրավախախտներին բռնելու կամ դիմադրություն խափանելու համար։ Վահրադյանն ու Խաչատրյանը, ինչպես նշված է դատավճռում, դիտավորյալ անհիմն եւ ապօրինի բռնություն են գործադրել։ Թե նախաքննության ընթացքում ու թե գործը դատարան հասնելուց հետո քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանության 2 պաշտոնյաներն էլ շարունակել են պաշտոնավարել։ Ընդ որում ոչ միայն Վահրադյանն է պաշտոնի բարելավում ստացել, այլև մյուս ամբաստանյալը Վահրամ Խաչատրյանն է ազատության տեղեկություններով օրերս Ստեփանավանից տեղափոխվել ոստիկանության մարզկենտրոնի Վանաձորի բաժանմունք, դարձյալ նշանակվելով պետի տեղակալ։ Ընդ որում բռնության փաստը որակվել է ոչ թե խոշտանգում, այլ պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Բացի այդ, դատարանի վճռով բարձրաստիճան ոստիկանների 3 տարվա ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվի, նրանք ճաղերի ետևում չեն հայտնվի։ Դժգոհ եմ, sense բան չպետք է լինի, որ մեր պետության երկրի բարձր սպաները այս ձև կարան վարվեն սովորական նորմալ քաղաքացիների հետ, օրենքը հարգող, օրենքը ընդունող։ Ես իմ Չնայած առկա տեսանյութերին ու աղմուկին ոստիկանները մեղքը չեն ընդունում։ Վահրադյանն օրերս բողոքարկել է դատավճիռը, նա մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց։ Մեկ շաբաթ առաջ պաշտպանության նախարարին գրավոր հարցրել էինք, ինչ չափանիշներով է Վահրադյանը նշանակվել զինկոմի պաշտոնում։ Նախարարն արդյոք տեսել է 4 տարի առաջ համացանցում տարածված տեսանյութը, տեղյակ է արդյոք դատավճռից։ Նախարարը 30-օրյա ժամկետ է խնդրել հարցերին պատասխանելու համար։ Մինչ այդ կառավարության բաց աղբյուրներում հրապարակված տեղեկություններից պարզ է դառնում, որ զինկոմի պաշտոնին հավակնել է 6 թեկնածու, որոնցից լավագույնն է համարվել Սարգիս Վահրադյանը։ Դատական գործում նաև մի ուշագրավ փաստ կա Վահրադյանի կենսագրության մասին, մասնավորապես նշված է, որ նա 90-ականներին 1 տարի եղել է ոստիկանության բարձրագույն դպրոցի ունկնդիր, բայց 96 թվականին հեռացվել է դպրոցից ցածր առաջադիմության կապակցությամբ։ Տարիներ անց է միայն որպես ունկնդիր ընդունվել ու ավարտել նույն հաստատությունը։ Փաստացի, սակայն, Լոռու մարզի զինվորական կոմիսարի նշանակման մրցութային հանձնաժողովին չի կաշկանդել ոչ նրա նկատմամբ ընթացող քրեական վարույթը, ոչ էլ այն, որ նա մասնագիտական ուսումնական հաստատությունից հեռացվել է ցածր առաջադիմության պատճառով։